Գնեք Սանկերամիկա կամ Լոգարսենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Ողջույն հարգարժան տիկնիկ եւ պարոնայք, առաջին լրատվականի ուղիղ եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Ամիսներ առաջ Հայաստանի արտաքին հետախուզության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը իր հազվադեպ հանդիպող այսպես հրապարակային ելույթներից մեկում ասաց հետեւյալը, որ օգոստոսի 8-ի համաձայնությունների ձեռքբերմամբ ռազմական բնույթի սպառնալիքները Հայաստանի ուղղությամբ նվազել են, սակայն Հայաստանում շարունակում է թիրախավորված մնալ մեր ժողովրդավարությունը։ Համենայն դեպս դեպքերի հետագա ընթացքը այդ հայտարարությունից հետո ցույց տվեց, որ այդ գնահատականը իր ակտուալությունը ոչ միայն չի կորցրել, այլև դարձել է ուղղակի դրանից բխող որոշում ընդունելու տեսակետից ուղղակի օրվա հրամայական։ Իհարկե, այս ամենը ամենօրյա գործողություններ է պահանջում պետության կողմից, բայց նաև անհրաժեշտ են ինստիտուցիոնալ որոշումներ։ Մանավանդ մենք այս հարցերը քննարկում ենք հստակ, եթե ոչ նախընտրական, ապա նախընտրական տրամաբանության մեջ եւ դեպքերը մեզ տանում են դեպի ընտրություններ, որը հաստատապես թիրախավորվելու են Ռուսաստանի կողմից։ Պարոն Լավրովը մեզ սպառնում է, որ թույլ չի տա, որպեսզի Անդրկովկասը եւ Կենտրոնական Ասիան պոկեն Ռուսաստանից, ինքն է ասում։ Դե իսկ Մարիա Զախարովան էլ իր վառվող նավթագործարանների դարդը թողած, մեկ էլ հիշում է Վարդան Նիկոլաևիչի վրա դրված հոդվածներից մեկը եւ ակնկալում, որ այդպիսի հոդված էլ նաև կգործածեն Եվրամիության անդամակցության ջատագովներին, հա, որովհետև այդտեղ արի ուտես Մարիա Զախարովան դարդ է անում, թե մեր սուվերենությունը կրճատվում է, հա, կամ սահմանափակվում։ Փորձենք հասկանալ ինչպիսին է իրավիճակը եւ ինչ է բխում դրանից։ Այս ամենի ֆոնին էլ իհարկե Ալիևն է հանգիստ չի մնում եւ տարբեր տոքսիկ հայտարարություններ է անում, հիմա էլ մեկ էլ Սևանա լիճն է հիշել, որ 19-րդ դարի ռուսական քարտեզներում թուրքերեն անվանում ունեցել է, դե շատ պարզ էր, որովհետև Շահ Աբբասի կողմից հայ ժողովրդի զանգվածային այդ արտագաղթեցումից հետո այստեղ նաև բնակեցվեցին թուրքալեզու բնակիչներ, որոնք լոյալ էին համարվում այդ ժամանակվա Պարսկաստանի իշխանությանը եւ անուններ դրվեցին եւ պատմությունն էլ չի սկսում Շահ Աբբասի ժամանակներից կամ 19-րդ դարի կեսերից, այլ ավելի վաղ եւ անուններն էլ որ վերականգնվում են եւ տեղաբանիկների կողմից վերագործածվում, այդտեղ Ալիևը դրա շուրջ չի մտածել։ Եվ ահա դա էլ տեսնում ենք Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարող այսպես կոչված լրատվամիջոցները, այդ խոսափողերը միանգամից դա վերցրեցին եւ սկսեցին տարփողել, թե ահա տեսնում եք, էս էլ ձեր խաղաղությունը։ Փորձենք այս ամենը հասկանալ, սրանք փոխկապակցված հարցեր են, եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է ազգային ժողովի պատգամավոր, քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Լիլի Մինասյանը, բարև ձեզ տիկին Մինասյան, շատ ուրախ եմ ձեզ տեսնել եւ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Եվ ուրեմն ես փորձեցի նկարագրել, հա, այս ուղղությամբ մենք ինչ իրադարձությունների եւ միտումների հետ գործ ունենք, ձեր մեկնաբանությունը։
Իրականում մի քանի թեմա եք արտարծելու շատ լայն թեմաներ, պետք է սկսենք երևի շատ փոխկապակցված եւ պետք է սկսենք իրականում ամենակարևորից։ Ես կանվանեի նախընտրական տարի, ոչ թե նախընտրական, որտեղ ընդհանրապես 8 ամիս ժամանակ է մնացել ընտրություններին, 8-ից քիչ ավելի, եւ այս տարվա ընթացքում մեր տարվա մեդիա եւ ոչ միայն մեդիա, նաեւ այլ գործիքակազմի Հայաստանի դեմ կիրառվող գործիքակազմի անվանումը կարելի է դնել հիբրիդային պատերազմներ, այսինքն այս տարվա գլխագիրը եւ վերնագիրը հիբրիդային պատերազմներն են, ու ես շատ եմ ուզում, որպեսզի մեր հասարակությունը այս տերմինը մի քիչ ավելի լայն ընկալի։ Հիբրիդային պատերազմները միայն կեղծ լուրեր չեն, հիբրիդային պատերազմներով միայն չի թիրախավորվում ժողովրդավարական գործընթացները Հայաստանում։ Հիբրիդային պատերազմները պետությունները օգտագործում են այլ պետությունների դեմ, որպեսզի ազդեցության լայն շրջանակ ունենան եւ այդ նոր ձևավորվող իշխանությունը լինի նրանց ավելի հաճո եւ նրանք կարողանան այդ ազդեցության գործիքով կարողանան իրենց ազդեցության տարածաշրջանները ավելի ընդլայնեն։ Այս պարագայում մենք գործ չունենք միայն կեղծ տեղեկատվության հետ, մանիպուլատիվ տեղեկատվության հետ։ Մենք նաեւ գործ ունենք շատ նեղ նյարդաբանական խնդիրների հետ, որոնք որ մեր հասարակության վախերն են, որոնք որ մեր հասարակության տրամադրություններն են եւ ռեակցիաները, ինչպիսի ազդեցություն ունի ցանկացած նյութ կամ ցանկացած տեղեկատվություն կամ ցանկացած իրողություն, երևույթ մեր հասարակության վրա։ Եվ այս մասով շատ լավ են հաշվել մեր հասարակության ատամները։ Եւ այն պետությունները, ովքեր ուզում են այստեղ ունենան այդ ազդեցությունը կամ թեկուզ հասարակության մոտ շարունակեն պահպանվել են վախերը, որոնք տարիների վեր օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով առաջացել են։ Եվ այս մասով մենք նաև պետք է հասկանանք, որ օրինակ եմ բերում, երբ լրատվության մեջ տեսնում ենք շատ հաճախ հանդիպող, օրինակ մի վատ իրադարձություն է տեղի ունենում, որը ակնհայտորեն հաճախ կարող ենք տեսնել, կներեք լրատվականի անուն ասեմ, Շամշյանի կայքում։ Այդ տեղեկատվությունը, օրինակ ավտովթար է, այդ տեղեկատվությունը շատ մեծ տարածում կարող է գտնել բոլոր լրատվականներում միաժամանակ։ Դա միշտ չի լինում։ Դա լինում է այն ժամանակ, երբ ուզում ես հասարակության մոտ անընդհատ անպաշտպանության զգացողություն առաջացնել։ Ու դա կարող է նաև բերել իր հետևից շղթայական ռեակցիա, անպաշտպանություն, պետության նկատմամբ անվստահություն, պետական պաշտոնական տեղեկատվության նկատմամբ անվստահություն։ Դրանից բխում է նաև հերթական գործողությունները, որ մարդու ուղեղի մեջ ժողովրդավարությունը տեղափոխում է դիկտատուրային, անկախությունը կախվածությանը, այսինքն այս շղթան մեր հասարակությունը պետք է պատկերացնի, որ այն ազդեցությունները գործիքների, որոնք օգտագործվում են մեր դեմ, դա միայն ուղղակի մինյութը չի մանիպուլացված կամ կեղծ, դա կարող է հսկայական շղթայացված գործողություններ լինեն, եւ այս մասով նույնը կարող ենք բերել օրինակ վերջը ձեր մատնանշած Հեյդար Ալիևի հայտարարությունները։ Ներողություն, Ալիևի հայտարարությունները։ Ես կարծում եմ նախ միանշանակ ակնհայտ է, որ ներ հասարակական խոսույթ է, այսինքն ինքը իր ներսում այդ խոսույթը պետք է դեռ շարունակի կամ ուզում է շարունակել համենայն դեպս։ Մեր համար անընդունելի խոսույթ է մեր տարածաշրջանի ցանկացած անվանափոխություն կամ իր մտքով անվանափոխություն, բայց այստեղ երկրորդ հաշվարկն եմ էլի ուզում անեմ, մենք պետք է իմունիտետ ձեռք բերենք այս ամենի դեմ եւ ամեն անգամ ցնցումների է ենթարկվում մեր մեդիա դաշտը եւ շատ էլ թե ասում է կարևորը մենք ինչ ենք ասում։ Հա, ու այստեղ մեզ ինչ է էականը, ինքը ինչ է ուզում իր հասարակության մեջ մտցնի, բայց եկեք այստեղ նաեւ դիտարկենք երկրորդ տեսանկյունը, որ շատերը այս հայտարարությունը դիտարկում են որպես հարձակման վտանգ, որպես տարածքի նկատմամբ պահանջ, որպես այո, էքսպանսիայի օրակարգ, որպես որ մեկը Հայաստանի տարածքի նկատմամբ նկարտումներ ունի այս մարդը, բայց այդ ամբողջական տեքստը չեն նայում, միայն այն գլխագիրը, որը շատ վախեցնող է բոլորի մոտ դնող, որ չկա գյոք, չկա Սևան։ Այդ արտահայտությունը դիտարկելով ամբողջ մեդիան սկսեց խոսել ինչ որ ավելի հասարսուր դիտարկումներից, բայց ամբողջական տեքստի մեջ ասում եմ մենք
չպետք է վախենանք այլևս, մենք տանկերով չենք գնալու, նկատի ունեմ հայերը նաև չպետք է վախենան, որ կարող են ադրբեջանցիները մեքենաներով գալ Հայաստան։ Մենք սեպարատիստ չենք, Հայաստանը եւ ամենակարևորը ինքը իր հասարակությանը ասում է, որ դա 20-րդ դարի քարտեզներում ամրագրված, 19-րդ դարի քարտեզներում ամրագրված անուններ են, ռուսական ցարական Ռուսաստանը երբ հայերին վերաբնակեցրեց Ղարաբաղում եւ այլն, այսինքն մարդ խոսում է անցյալի իր պատկերացումներից, բայց եկեք մենք էլ հիմա ամեն օր խոսում ենք անցյալի մեր պատկերացումներից, որ մի քիչ ներքև իջնենք, ընդամենը մի 20-30 տարի այս կողմ իր ասածից ընդհանրապես այդ ազգությունը գոյություն չուներ, այդ տարածաշրջանը գոյություն չուներ, բայց այդ խոսքը մեր պետական քաղաքականության մեջ չկա։ Մենք չենք ուզում անընդհատ մատնանշել, որ մենք ունենք ազգային ինքնություն ձևավորված 2000-3000 տարուց ավել։ Դուք նոր ես 100-150 տարին եք ձևավորվել, որպես ազգություն եք ուզում ձևավորել, եւ այս ամեն ինչը փոխադարձության վրա պետք չի դնել, որտեվ առաջինը մենք ենք ուզում խաղաղություն, եւ երկրորդը նրանք պարտավոր են անընդհատ իրենց հասարակության մեջ ինչ-որ ֆոն ապահովել, որպեսզի այդ ազգային ինքնություն ասվածը ձևավորվի ինչ-որտեղ։ Եվ այս տրամաբանությունը գործում է նաև ստեղ իմ նախորդ ասացի հետ համեմատած, երբ որ ես ասում եմ մեր ատամները հաշվել են։ Մենք ինչ ենք զգում ամեն անգամ, երբ որ նման արտահայտություն ենք տեսնում։ Մենք ամբողջական տեքստը չենք կարդում, չենք լսում, ասում ենք՝ «Վայ, հեսա գրալու է, Սևանը գրավի» եւ այլն, որ սենց սկսվեց մի հիստերիա։ Պետք չի դրան տենց արձագանքել, ու քանի դեռ մենք դրան տենց ենք արձագանքում, նա շարունակելու է տենց անել։ Երբ որ մենք արդեն լարերը գտելա, որ են կանոնը նվագում։ Շատ շնորհակալ եմ։ Իրելևանտ վերաբերմունք ցույց տանք դրան, թե ինչ ասում ինքը, մենք ընդհանրապես չարձագանքենք դրան, այլևս չի կրկնվելու այդ խոսքը կամ մաքսիմում կրկնվելու է իր ներ քաղաքական դրամաբանության մեջ։ Մեր հետ ընդհանրապես առնչություն չունի։ Եվ նաև ուզում եմ շեշտադրել, որ ստեղ ոչ մի ռազմական գործողության մասին խոսք չկար, ոչ մի ագրեսիայի մասին խոսք չկար, այսինքն այդ ահասարսուլ տեսարանները, որ հիմա փորձում են ներկայացնել, դա եւս հիբրիդային պատերազմի գործիք է, որպեսզի թիրախավորվի խաղաղությունը։ Հիմա այս ամեն ինչը երբ որ քարտեզագրենք, առաջինը այն օրակարգն է, որը Հայաստանի Հանրապետությունում հիմա գերակշռող է, դա խաղաղությունն է, թիրախավորվելու է խաղաղությունը, ասելու են դուք խաղաղություն եք ուզում, բայց նայեք նրանք չեն ուզում, չգիտեմ, ձեզ պետք չի խաղաղություն, ձեզ պետք է արժանապատվություն, որ դուք գնաք հետ գրավեք ձեր հողերը եւ այլն եւ այլն։ Երկրորդը արժանապատվության պակասող մասն էլ համալրել Ռուսաստանի հետ դարավոր բարեկամություն։ Ռուսաստան բառը չեն օգտագործում։ Դա է մանիպուլացնում մեր ժողովրդին։ Մարդիկ հասկացել են, որ Ռուսաստանի հետ այլևս այն հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության գործընկերները այլևս այն հարաբերությունները չեն կարող լինել։ Նրանք փորձում են, այսինքն վատ էմոցիա առաջացնում մարդու մոտ այդ երկրի անվանումը, նրանք փորձում են վերաձևակերպել ավանդական ռազմավարական դաշնակցի դաշտ վերադառնալ եւ ոչ մի քաղաքական ուժ հստակ անկեղծ եմ ասում վերջերս երևի մենակ Թևանյանն է որ կարողանում է Ռուսաստանի դաշտություն բառը ասել մնացած բոլոր իրենց բոլոր այդ սատելիտները Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան բոլոր քաղաքական ուժերը վերածել են այդ ավանդական ռազմավարական գործընկերության բառակապակցությանը շարունակեմ միտքս էլի խաղաղությունն է թիրախավորվելու երկրորդը խաղաղությունը էական դեր եւ նշանակություն եւ գործիքակազմ կլինի, այսինքն այն կտեղանացվի Հայաստանի Հանրապետությունում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարությունը դրանից բխող եւ ավելի խորքային ես կարծում եմ, որ 2026 թվականին թիրախավորելու է մեր անկախությունը։ Ու երբ որ խոսում ենք անկախության մասին, մարդկանց պատկերացումները անկախություն ասվածի վերաբերյալ երևի մի քիչ պետքա բացել այս բառը, որտեվ տարատեսակ մանիպուլյացիաներ կան։ Օրինակ շատերը ասում են, դե մեզ ուժեղ ձեռք է պետք։ Այս ձեր ասած Վարդան, չգիտեմ, Ղուկասյանը, Վարդան Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ իր հետ ասոցացվող քաղաքական ուժերը մի լեզվամտածողություն ունեն, որ ասում են Հայաստանը ով է որ կարողանա դիմակայի օրինակ ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին կամ այս պետությանը կամ կարողանա չէ ասել Հայաստանը ով է որ չմտնի Ռուսաստանի միության մեջ ըստ Վարդանիկի այսինքն մարդիկ Հայաստանի անկախությունը եւ դերակատարումը աշխարհում նվազեցնում են հասարակության տրամադրությունների մեջ որպեսզի հեշտ կարողանան կախվածության մեջ գցեն իրենց ուզած կենտրոնից եւ ստեղ իրենց ուզած կենտրոնը բնականաբար մեկ ձեր ասած ավանդական ռազմավարական դաշնակիցն է ըստ այդմ էլ անկախությունը կարող է դիտարկվել որպես անկախություն
այս 30 տարվա ընթացքում ինչ ունեցել ենք, բայց ես կարծում եմ, որ մենք իրական անկախության հասել ենք այն ժամանակ, երբ մենք կարողացել ենք շատ այլ պետությունների հետ դիվերսիֆիկացված հարաբերություններ ստեղծել եւ կոնկրետ մեկ կենտրոնին շատ դեպքերում ասել ոչ։ Օրինակ ԵՄ դիտորդների ժամանակ, երբ ամբողջ մի Ռուսաստանի Դաշնություն եւ նաեւ Ադրբեջան գոռում էր, որ դրանք չգիտեմ շպիոններ են, SNN են, դեմ են Ռուսաստանի շահերին, օրինակ TRIP նախագծի պարագայում, օրինակ, ասենց միլիարդներով կարող սահմանազատման գործընթաց, ամեն ինչի հետ կապված, երբ որ գնում է արդեն կայունացման Հայաստանի Հանրապետությունը եւ ընտրում է ինքը որտեղից զենք առնի, իր զինվորը որտեղ կանգնի, ինքն է որոշում, պետությունն է որոշում, իր արտաքին քաղաքականությունն է, իր ներքին քաղաքականությունը, դա բնականաբար դուրս չի գալիս այն պետություններին, որոնք ստեղ երկար տարիներ ունեցել են ազդեցության գործիքներ, եւ իրական անկախությունը սա է, ոչ թե մեր պատկերացրած 91 թվականից հետո ունեցած մեր հեղեղուկ խաղաղության պայմաններում հեղեղուկ, որտեվ պատերազմից հետո, թրադադարից հետո մենք ունեցել ենք աննորմալ թվի զոհեր, բայց դրա մասին ոչ մեկ այսօր չի հիշում։ Այդ պայմաններում մենք չենք կարողացել շատ դեպքերում ասենք չէ։ Դա է անկախությունը եւ թիրախավորվելու է 26 թվականին, կարծում եմ, այս 3 գործոնը։ Ես ուզում եմ նաև ասել ինչ է անում պետությունը ձեր հարցինի պատասխանես։ Հա, էլի, որ հիմա թիրախավորվել ենք, սա արդեն ոնց որ իրողություն է, հիմա ինչ անենք դրա հետ։ Շատ որ իրենց այդ նշան բռնած, այդ թիրախը չպարկի, հանձինս մեզ։ Ամենակարևոր գործիքը դա շատ լայն իրազեկումներն են, այսինքն հասարակության հետ շատ պետք է խոսել։ Դա ինչքան էլ մենք ոչ միայն մենք ինքնատիպ պետություն, պետական մարմիններ, իշխանության ներկայացուցիչներ, այլ նաև քաղաքասարակություն, մեդիա, տեղեկատվական այլ գործիքներ, որովհետև շատ դեպքերում մենք նկատում ենք, որ ինչքան էլ մենք օրենսդրական մեխանիզմներ ենք կիրառում որոշակի սպառնալիքների դեմ, ինչքան նոր օրենքներ ենք հիմա արդեն մտածում, որ պետք է բանանենք, պետական միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել հիբրիդային պատերազմներին դիմակայելու կոնտեքստում։ Մենք ունենք տարբեր մարմիններից ստեղծված համակարգախումբ, որպեսզի հասկանանք ինչ ռիսկեր կարող ենք ունենալ, որտեղ մենք ընտրական process-ներում տեսել ենք շատ հետսովետական պետություններում ինչ ռիսկերի առաջ են կանգնում։ Նորություն է հասնում դա։ Այո, հնարավոր է կարող է շատ բաց չի տեղեկատվությունը, համենայն դեպս այս մասով գործիքակազմ ունենք։ Մենք աշխատում ենք շատ եվրոպական գործընկերների հետ, որոնք որ ունեն գործիքներ հստակ մոնիթորինգ անելու ռիսկերը եւ հասկանալու ինչպես կարող է հայ հասարակությունը դիմակայել։ Մենք ունենք կիբերանվտանգության մասին նոր օրենքը, որը նոր մարմին է ստեղծելու եւ սա շատ լուրջ գործիք է կիբերհարձակումների դեմ պաշտպանության առումով։ Մենք շատ արագ պետք է ունենանք նոր թիմ, ձևավորված նոր մարմնում, որպեսզի կարողանան ենթակառուցվածքները, որոնք հանրային նշանակության են եւ շատ մեծ անվտանգային նշանակություն ունեն նաև պետության համար, ունենան հստակ կիբերպաշտպանություն եւ այս ամենը կիբերգործիքների մասով մանավանդ շատ լայն աջակցություն ունենք նաև միջազգային գործընկերներից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, Հնդկաստանից եւ այլն եւ այլն։ Այսինքն ստեղ մենք փորձում ենք մենակ չմնալ, որտեղ կարծում ենք, որ ժողովրդավարությունների պաշտպանության գործում ժողովրդավարությունները պետք է իրար պաշտպանեն։ Եվ գոնե այն չափով, որ չափով ավտորիտար ռեժիմներն են իրար պաշտպանում։ Միանշանակ։ Եվ այս մասով էլի ամենակարևոր գործիքը հասարակության իրազեկումն է, ինչքան էլ պետությունը իր գործը կարողանա կատարել, ինչ որ ենթակառուցվածքների պաշտպանություն կատարել, բայց հիբրիդային պատերազմը ընդդեմ ուղեղների։ Եթե սովորական պատերազմի ժամանակ խլում են ձեր կյանքը, ստեղ խլում են ձեր մտածողությունը։ Այո, խլում են ձեր մտածողությունը, թիրախավորում են ձեր ուղեղը, մտածելակերպը, փորձում են հնարավոր ցանկացած այլ մեդիա մարդիկ մի քիչ պատկերացնում են հեռախոսի մեջ ինչ որ նյութ կամ Telegram-յան ալիքում ինչ որ նյութ կամ TV-ում ինչ որ նյութ, այդ չի մեդիան այն է, ինչ որ մենք տեսնում ենք մեր շուրջը եւ շատ հնարավոր է սկսած պաստառներից վերջացրած այլ տեղեկատվական արշավներով ձեր վրա ազդեցություն գործեն, որը դուք չհամարեք, որ ազդեցություն է։ Եվ անընդհատ հիշեցնել քաղաքացիներին, որ 26 թվականի ընտրությունները լինելու են անկախության համար պայքար, խաղաղության համար պայքար, ինքնիշխանության եւ ժողովրդավարության համար պայքար, սա շատ կարեւորում եմ։
ու ամենակարևորը ցույց տալ նաև քաղաքական դաշտի պատկերը։ Ես կարծում եմ, որ նաև մեր ԶԼՄ-ների եւ նաև այսպես ասած անկախ մեդիայի դերակատարումը նրանում է, որպեսզի հասարակությանը մատնանշի, թե ով է, որտեղ մարդիկ էլ այլևս իրենց դեմքերով հանդես չեն գալիս։ Օրինակ, նույն վաղարշապատի ընտրություններում Արթուր Վանեցյան ասվածը երևի վաղարշապատում հայտնվել է 1 կամ 2 անգամ, բայց նրա կուսակցության ներկայացուցիչն է այնտեղ ներկայացված, բայց գիտի, որ իր դեմքը արդեն ինչ-որ նշանակություն կարող ունենալ ժողովրդի համար, իր դեմքը, այո, եւ կվանի եւ դրա համար չեն հանդես գալիս իրենց դեմքերով եւ սա տեղի ունենալու նաեւ 26 թվականին շատ փոքր խմբերով, սատելիտներով փորձում են նոր քաղաքական ուժեր ծխածածկույթներ արձակելու։ Այո, ամենակարևոր գործիքներից մեկը, որը որ իհարկե մեր հասարակության վրա չի ազդում ըստիս, դա փողով դրսի մեդիաներում հոդվածներ պատվիրելն է կամ կեղծ լրատվականներ, կեղծ երկրա լրատվամիջոցներ ստեղծելն է, օգտահաշիվներով Twitter-ում, այո, Twitter-ում մեծ արշավներ անելն է ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ դա անում են մեր ներսից եւ անում են մարդիկ, ովքեր որ ունեն մեծ ֆինանսական ռեսուրսներ եւ ուզում են ստեղ ինչ որ փորձելով ինչ որ դաշտի վրա ազդեցություն ունենալ, ասել տեսեք Հայաստանի Հանրապետությունը օրինակ միջազգային մեդիայում sense վատ արձագանք ունի, օրինակ Սամվել Կարապետյանին կալանավորման արդյունքում Financial Times-ը, հա, որ երևի աշխարհում եթե առաջին 5-յակ վերցնենք առավել այսպես հուսալի, վստահելի լրատվամիջոցների հաստատ Financial Times-ը մեջը կլինի Եվ ահա մենք այնտեղ հոդված ենք տեսնում պրո-Սամվել Կարապետյանական եւ ընդդեմ Հայաստանի ըստ էության ոնց որ sense շուտ բռնաճնշումներ այս ինչը Աստծո անունից sense բաներ եք անում, հա, մոտավորապես այսպես մի մենք կարող ենք սպասել մի քիչ ավելի լայն տեղեկատվության շուտով նրանց ֆինանսական աղբյուրներով նրանք ինչեր են կարողանում անել, բայց ես կարծում եմ, որ Financial Times-ի տեղադրված հոդվածը մեր հայ հասարակության տրամադրությունների վրա ազդեցություն ընդամենը 1-2% է եւ սա էլ հերթական անգամ ապացույցն է, որ այս մարդիկ այս ժողովրդի հետ կապ չունեն։ Հասկանում եք, երբ դու ապրում ես միջավայրում, ծնվում ես միջավայրում, որտեղ որ ամեն ինչ փափուկ է, ամեն ինչ հիասքանչ է եւ աշխարհը վարդագույն, դու չես կարողանում գալ հայաստանյան իրականություն եւ քարքարոտ հողի հետ աշխատող ժողովրդին իր տրամաբանությունը, իր հույզերը, իր ցավերը, իր ամենօրյա մտածմունքները եւ նաեւ քաղաքական մտածելակերպը ընկալել։ Դու այդ փափուկ միջավայրը ընկալում ես կայսերական միջավայրի նմանությամբ եւ այդ կայսերական մտածելակերպով դու Հայաստանի Հանրապետությունում տեղ չունես, որտեղ մեր ժողովուրդը չի ընկալում մի հատված կա, որոնց ուզում են բերեն այս կողմ այն մտքով, որ այդ թեզը իմ համար շատ ապաքաղաքական հնչեց, հետո հասկացա դա ապաքաղաքական չի, դա ախր լենինիզմ է, երբ որ ասեց, որ դպրոցները կառուցելու փոխարեն պետք է գործարաններ կառուցել, չհաշվելով թե այդ գործարաններում ովքեր պետք է աշխատեն։ Սա էլի մի հատ քաղաքագիտական թեզ է, որ կարելի է բացել։ Օրինակ գործարաններում հիմնականում սովետի ժամանակ ու սովետներ էր, չէ, գովերքում այդն երիտասարդը հիմնականում ինչ որ X ղեկավար կազմը ունեցել է լավ մասնագիտական կարողություններ, մնացածը ունեցել են sense ստանդարտ, այսինքն ինովացիա չկա գործարաններում, կա կոնկրետ ղեկավար կազմի մոտ։ Այսինքն մենք ուզում ենք մեր հասարակության մոտ ստեղծել տպավորություն, որ պետությունը պետք է զբաղվի գործարան կառուցելով, դա սովետն է։ Վարշավյանոցն էլ էր պետությունը կառուցում։ Եվ շատ կան քաղաքացիներ, որոնք օրինակ գործազրկության հետ խնդիր ունեն, ասում են դե ինչի գործարան չեք սարքում, անձամբ մեզ էլի ինչի գործարան չեք սարքում, մենք աշխատատեղ ունենանք, մենք ասում ենք, որ դուք ձեզնով 3-4 հոգով դուք ձեր փոքրիկ արտադրությունը կարող եք հիմնել եւ ունենալ մեծ հաջողություններ դրանով խթանելով ինովացիան, դրանով խթանելով նորարարությունը, ստեղծարար միտքը, առաջընթացը, ոչ թե գործարաններն էլ հրավիրում ենք ու մեծ էկանգային նախարարությունը կարող է հրապարակել ինչ աջակցության համակարգեր կա մեր պետությունում, ընդհանրապես գործարանների կառուցման կամ այլ հարցերում, այստեղ ուղղակի հակադրել դպրոցը, որտեղ մեր մեծագույն խնդիրն է մեր կրթությունն եղել։
30 տարվա ցանկացած մտածող մարդուն հարցնես, ինչն է խնդրեմը քաղաքականության մեջ, պետության տարբեր պետական մարմիններում խնդիրների, դատաիրավական համակարգ, ոստիկանություն, ինչ ուզեք, ցանկացած խնդրի մեջ հիմքը կրթությունն է։ Մեր խնդրեմը կրթությունն է, բայց երբ որ մենք այդ խնդրեմին բախվել ենք, եկել ենք հասել ենք այն կետին, որ բայց ախր մեր երեխեքը մարզերում սկի տարածք չունեն կրթվելու։ Ոնց պետք է իրանց ասենք, վայ, կրթությունը կարևոր է, եթե այդ մարդը չունի adekvat պայմաններ կրթվելու։ Սկսել ենք պայմանները 300 դպրոց կառուցել, 500 մանկապարտեզ կառուցել, պայմաններին զուգահեռ ավելացնում ենք չափորոշիչների փոփոխություն, կրթական մեծ բարեփոխումներ են կանում բարձրագույն կրթության ոլորտում, նոր օրենսդրություն ենք ընդունում մայր օրենքների տեսքով։ Ուզում եմ ասեմ, այս գործողությունները շատ խոր ուսումնասիրված են եւ օդից ընկած չեն այդ փափուկ միջավայրից եկած մարդկանց նման էլի։ Մենք մեր ժողովրդի ուղն ու ծուծը գիտենք եւ մենք հասկանում ենք այդ ժողովուրդը ինչ է ուզում, ինչի համար է ուզում, որտեղից պետք է սկսել, սկիզբը որտեղից պետք է տնել, ուր պետք է տեսլականը ունենալու այդ կրթական բարեփոխումների արդյունքները մենք տեսնելու ենք 10-15 տարի հետո, երբ այդ երեխեքը սովորելով այդ միջավայրում եւ այդ դպրոցներում հսկայական գործարանների տեր կարող են դառնալ։ Դեկեր մինասան, տեսեք մենք շրջաններում, մարզերում, այդ քաղաքներում այցելում ենք իհարկե զգացվում է պետության մեծ ներդրումները ենթակառուցվածքների, դպրոց, մանկապարտեզ եւ այլն, բայց շատ առողջապահական հիմնարկություններ, որ իհարկե ուղղակի կենսականորեն անհրաժեշտ է կյանքի ստանդարտները բարձր պահելու համար, բայց մենք տեսնում ենք մասնագետի դեֆիցիտ, մինչդեռ մեր մոտ կրթական համակարգում կա պետպատվեր, հա, եւ դա չի կապվում այդ պահանջարկի հետ, մարդիկ ավարտում են դեղ մնում է վականտ, սիրուն շենքի մեջ նստած են, ասում են դասատուն չի հերիքում, կամ բժիշկ կենտրոնը լավն է, սարքավորումները լավն են, բժիշկ չի գալիս աշխատում։ Այո, մարզային այցելությունների ժամանակ մենք էլ ենք այդ խնդիրը տեսել մանավանդ առողջապահության ոլորտում, որտեղ առողջապահության ոլորտում հիմնականում ստեղ բժշկական համալսարան կամ ուսումնարան ավարտած երեխեքը մնում են ստեղ աշխատելու։ Պետպատվեր կա, չէ՞։ Այստեղ հարցը միայն պետպատվերը չի, հիմա էլ առողջապահության, ընդհանուր առողջապահության համակարգն է ներդրվելու, մասնագետների կարիք շատ կա, շատ տարբեր վայրերում։ Ուղղակի ես կարծում եմ մենք պետք է այն պլանավորումը, որ մենք իրականացրել ենք դեռևս 19 թվականից ի վեր, որոշակի պետական միջոցառումներից սկսած վերջացրած հսկայածավալ ներդրումներ իրականացնել մարզային հաստատություններում։ Դա կարող է Երևանի ուրբանիզացիան մի փոքր փոխել, որտեղ Երևանը շատ կենտրոնացված քաղաք է եւ ամեն ինչի Երևանում չի կարելի ունենալ, այո։ Սկսած բնակչության աճից, հիմա մեքենաների աճ ենք տեսնում, ես վերջերս ասին, որ այս մենք 8-9 ամսվա ընթացքում նոր 11000 մեքենա է ավելացել Երևան քաղաքում։ Այո, եւ այդ 11000 ավտոմեքենան ստեղ խցանումներ, դժգոհություններ, ուզում եմ ասել, մեր քաղաքականությունը ուղղված ճանապարհներ սարքելուն, դպրոցներ սարքելուն, ենթակառուցվածք սարքելուն հետևյալն է, որ ցանկացած պետական գործառույթ, երբ դու դնում ես առաջնահերթություն, ինչ պետք է պետությունը անի, պետք է ապահովի ենթակառուցվածքներով, տարածքով հարմարավետությամբ, որպեսզի այնտեղ բիզնես զարգանա եւ կայանա։ Դա է պետության ֆունկցիա։ Երբ այդ բիզնեսը եւ խաղի կանոններ ու խաղի կանոնները պահպանելու երաշխիքն է։ Ու ամենակարևորը ազատ շուկա, որպեսզի շուկան կարողանա ինքնակարգավորվի նման պարագայում։ Հիմա եթե եւ անկախ դատարան նաեւ, ինչը այդտեղ խնդրեմ կա։ Ես կարծում եմ, որ մենք այդ թեմայից այնքան ենք խոսել ու ես անձամբ շատ եմ թե քննադատել, թե պատճառաբանություններ ասել, որ դատարանների մասով շատ երկար կարող ենք զոհել։ Ուզում ասել, եթե այդ առաջնային օղակը տեսնեք որոշակի համայնքներում արդեն իսկ կայացած, նկատեմ ճանապարհներն, դպրոցն, հիվանդանոցն եւ այլն, արդեն երկրորդային օղակն էլ ինքն իրան իր հետ բերելու ժամանակի ընթացքում, որ մարդիկ մնան իրենց քաղաքում, ապրեն իրենց քաղաքում կամ գյուղում, աշխատեն այնտեղ, որտեղ արդեն կան լավ պայմաններ եւ նաեւ լավ աշխատավարձ։ Այստեղ խնդիրը աշխատավարձի եւ հետագայում ունենալու ավելի լայն հնարավորությունների հարցն է, որը մենք պետք է կարողանանք մեր մարզերին էլ տանք։ Այսինքն օրինակ ես շատ ուրախ եմ, որ մեր կրթական շատ կենտրոններ են տեղափոխվել մարզեր, մեր նկատեմ մեծ միջազգային ներդրումներով կենտրոններ ստեղծվել են մարզերում, որտեղ եւ
արտասահմանյան ուսանողների հոսք կա եւ մեր ուսանողներն են գնում տեղ սովորում եւ այդ ամենը բերում է իր հետևից թեկուզ ցանկացած պետական միջոցառում ասեմ ամեն տարի տեղի ունեցող որ մենք փորձում ենք ամեն տարի մի մարզակենտրոնում իրականացնել այդ էլ իր հետևից բերում է տուրիստներ բերում է նոր աճ եւ ստեղից է գալիս պահանջարկը մասնագետները պահելու տվյալ մարզում եւ գյուղում այսինքն շղթայական է կապը մենք պետք է կարողանանք մեր բազայինը իրականացնել հետագայում արդեն անցնենք մասնագետների փնտրտուքի կամ առաջարկենք Երևանյան մասնագետներին օրինակ ավելի բարձր աշխատավարձով որոշակի ժամանակ անցկացնել մարզում առողջապահության ոլորտում օրինակ Տիկին Մինասյան, այս ամենը իհարկե ժամանակ է պահանջելու երկարաժամկետ պլանավորման այսպես հեռանկար հորիզոն բայց 8 ամսից հետո գիտենք որ ընտրություններ են լինելու եւ տեսականորեն կարող է ամենը եկել բոլորիս կանգնեցնի Գյումրիի նման փաստի առաջ, եթե մենք թերագնահատենք ռուսական սպառնալիքը եւ նրա այս տեղական մետաստազների վտանգը Ես տպավորություն ունեմ, որ այնուամենայնիվ կա որոշակի այսպես մի քիչ չափազանցված ինքնավստահություն սեփական կարողությունների նկատմամբ քաղաքական մեծամասնության կողմից եւ թերագնահատում այդ ժանտախտի, որը այսպես ինֆիլտրացվում է մեր մամուլում, մեր քաղաքական դաշտում, հանրային դաշտում այսպես կոչված բիզնեսում այդ ամենը նաև սանուցվում է ռուսական չպակասած ըստ էության ներկայությամբ ուժային այսպես հավաքագրման կարողություններով այդ Ռոսատրուդնիչեստվոներ եւ այլն դրանք հավաքագրող օղակներ են գործում են սպուտնիկներ եւ այլն այս ամենի հետ կապված ինչ որոշումներ են արժևում ըստ ձեզ Մոլդովան ցույց տվեց ինչ է իրենից ներկայացնում ռուսական վտանգը եւ ինչ անել դրա հետ իդեպ վարչապետն էլ հանդիպում ունեցավ Մայա Սանդուի հետ Լագոդինսկիի այդ Եվրանեստի համանախագահի հարցազրույցից ես իմացա որ Եվրամիությունն էլ նպաստելու է որպեսզի Հայաստանի եւ Մոլդովայի միջև այդ միջգերատեսչական նաև կապեր ինտենսիվ լինեն այդ վտանգներին դիմագրավելու համար ինչ կասեք սրա հետ կապված Մոլդովայի մասով մենք ուսումնասիրություն ունենք այցելել ենք կատարել քիչ չեմ ուզում շատ բացանփակագծերը համենայն դեպս կա այդ համագործակցությունը ընտրությունների մասով ինչպիսի սպառնալիքներ ունեցել Մոլդովան ինչպիսիներ կարող են կրկնվել Հայաստանում եւ այլն համենայն դեպս ես այս մասով ուզում եմ շեշտադրումը նորից անել հարցը այն չէ Մոլդովայում ինչ է տեղի ունեցել ու ինչպես եւ այստեղ ինչպես տեղի կունենա շատ նման են իրականում գործիքները նույն եկեղեցու ներկայացուցիչների օգտագործումը տեղի ունեցել Մոլդովայում Մոլդովան որը գտնվում է Եվրոպայի արևելյան հատվածում մոլդովացիքին համոզել են որ ձեր ինքնությունը Եվրոպան գողանում է ձեր միակ կայունությունը եւ ընտանեկան արժեքները կարող եք գտնել Ռուսաստանի Դաշնությունում թեզերը իդեալական կրկնվող են թե Հայաստանում, թե Մոլդովայում եւ նաեւ այլ պետություններում, որոնք որ հետսովետական են եւ անցել են ընտրական process-ներում եւ ընտրել են այսպես ասած Եվրամիության ուղին։ Այսինքն եթե մեր քաղաքացին փորձի մի փոքր research անել, փորձագիտական կարծիք գտնել, այդ թեզերը բոլոր տեղերը կան, այսինքն նոր բաներ չեն, ու մեզ ինչու են մեղադրում Դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանի այն ուժերը, որոնք այսպես ասած կայսրությանն են հավատարմության երթում տվել, որ մենք փորձում ենք մեր ինքնությունը խեղել, մենք թուրքերին հրավիրում ենք Հայաստան, մենք ադրբեջանականացման օրակարգ ունենք, այո, թուրք-ադրբեջանական տանդեմի թելադրանքով ենք ամեն ջանում եւ սա հերթական անգամ հասարակության վախերի, էմոցիաների վրա ազդելու գործիքներ են, որտեղ հասարակության մոտ օբյեկտիվորեն թե ցեղասպանված հասարակության մոտ թե հետագայում տեղի ունեցած դժբախտությունների արդյունքում ձևավորված վախ կա, այդ բառերից անգամ, բայց իրականությունը մտածող մարդը կարողանում է տարբերակել եւ ստեղ էլի կարևորագույն
նկատառում կա, էլի, մենք թերագնահատում ենք մեր ժողովրդին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության որոշակի գործընկերներ, ինչպես Կիրիային կոներն են, թերագնահատում են մեր ժողովրդի մտածողությունը, որտեղ այն ստրատեգիաները, որ գծվում են Հայաստանի Հանրապետության համար, ես կարող եմ ասել, որ ուղղակի ինչ-որ մանր չինովնիկական մտածողություն է, եւ նույն օրինակ, չգիտեմ, Վարդան Ղուկասյանին առաջի պլան բերելը, դա ուղղակի ամենամեծ նվերն է մեր իշխանություններին օրինակ Ռուսաստանի Դաշնության կողմից, որովհետև պատկերացնում եք, այդ մարդը մի քիչ շատ խոսա, այդ մարդուն լսող ցանկացած քաղաքացի հասկանում է, որ ոնց կարող ենք մենք Վարդան Ղուկասյան նման մտածողությամբ կամ Վարդան Ղուկասյանի առաջ բերած թեզերով Հայաստանի Հանրապետության գոյություն պահպանել։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանի ամեն ասուլիսը հունից հանում է մարդկանց։ Ռոբերտ Քոչարյանի առաջարկած թեզերը ու այդ մտածողությունը Հայաստանի ինքնիշխանության վրա սենց թքել է, այսպես ասած, Հայաստանին վերաբերվել որպես հա դե լավ, դե ով ենք մենք, որ կարողանանք ինչ-որ բան անել, ինչ-որ տեսակ առաջարկներ եւ երթումներ մենակ մեկ պետության, որ ասել մենք ձեր տիրապետության տակ հավերժ կարող ենք գտնվել, այս ամենը հասարակության վրա հակազդեցություն է առաջացնում։ Եվ ես մտածում եմ, որ այդ նույն ինստիտուցիոնալացվի, հա։ Ես չեմ կարծում ինստիտուցիոնալացվի։ Ես այս թեզը ասել եմ վերջերս պանելին, նույն հիբրիդային պատերազմներով պանել կա։ Նայեք, օրինակ մեզ բերում են շատ օրինակներ քաղաքասարակությունից, որ ասում են Ֆրանսիայում արգելվեց, այս ինչ քաղաքական ուժ է, Գերմանիայում արգելվեց, այս ինչ քաղաքական ուժ է, այս ինչ քաղաքական գործիչ է, այլևս չի կարող մասնակցել ընտրություններին։ Հարգելի գործընկերներ, վերնագրերով մի կարդացեք միջազգային մամուլ, ուսումնասիրեք բոլոր հիմքերի տակ, բոլոր գործերի տակ կա քրեական գործեր։ Օրինակ Մարի Լեպենի պարագայում, որ Ֆրանսիայում բոլորը հայ Երևանում գործում էին Մարի Լեպենի մասին, դա իրավական process է կոռուպցիայի հետ կապված, ոչ թե գաղափարախոսության հետ կապված, որ Մարին Լե Պենը տանում էր։ Եվ նույն իրավական process-ները տեղ են ունենում Հայաստանում, նույն իրավական process-ները։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ մենք ժողովրդավարությունը չպետք է շփոթենք թուլության հետ, եւ մենք ունենք այն գործիքակազմը, որով որ պետք է, մենք ունենք այն զենքերը եւ զինատեսակները, որով պետք է պաշտպանենք ժողովրդավարությունը։ Դա իրավական մեխանիզմներն են, բայց մենք ոչ իրավական մեխանիզմներով չպետք է ըստ մեր գաղափարների, որ հասկանում ենք, որ մյուսի գաղափարը հակասում է օրինակ սկսած սահմանադրությանը, հակասում է պետականությանը, անկախությանը, ժողովրդավարությանը, այդ ամենի համապատասխանում են այդ ձեր ասած խնդրի լուծմանը։ Մենք ունենք գույքագրված անելիքներ, այս տարվա մոտակա շրջանում ինչ ենք իրականացնելու, սկսած օրինակ deepfake-երի հետ կապված, ատելության քարոզի հետ կապված, շատ տարատեսակ են ժողովրդավարության այլ գործիքներին պաշտպանող օրենսդրական մեխանիզմներ, որոնք ակտիվ քննարկում ենք հիմա մեր արտադրության նախարարության գործընկերների հետ։ Ուզում ասել պետական պետք է դառնան օրինագիծ եւ իհարկե ու այս շատ կարճ ժամանակամիջոցում է, մինչև մյուս տարվա սկիզբ կամ գարնասկիզբ մենք արդեն կունենանք այդ ամենը։ Նստաշրջան չեմ կարծում, նստաշրջանի նկատի, հա, մինչև այո, 2 ամիս։ Այս ընթացակարգում, այո։ Ուղղակի քննարկումները նաև ոչ միայն մեր ներսում են, այլ նաև մենք շատ դեպքերում օգտվում ենք միջազգային կառույցների կարծիքներից, որպեսզի կարողանանք ավելի ժողովրդավար, ավելի իրավական գործիքներ ստեղծել։ Իմ անձնական կարծիքն է, ու ես դրանում գրեթե համոզված եմ, որ բնականորեն պետք է process-ները տեղի ունենան։ Այսինքն, ասեմ, եթե մենք տեսնում ենք, որ որոշակի քաղաքական ուժ ունեցել է օրինակ 21 թվականին այսքան ընտրազանգված, որովհետև սենց շատ պատճառաբանություններ կարող ենք տանել։ Բայց այդ քաղաքական ուժերը ունեցել են 5 տարի իրենց ժամանակաշրջանում եւ սպառել են իրենց օրակարգերը, որտեղ իրենց հետևորդները տեսել են, որ իրանք էլ են փուչիկ, ինչպես իրենց խոսքերը։ Այդ է բնական process-ը։ Եվ եթե 26 թվականին այդ ուժերը շատ ավելի քիչ ձայներ հավաքեն կամ ընդհանրապես չհավաքեն, մենք այդ բնական ընտրանքի շնորհիվ կունենանք adekvat եւ լավ ժողովրդավար քաղաքական դաշտ։ Այլ պարագայում, երբ մենք ճնշենք, փակենք կամ
արգել ենք որոշակի գաղափարախոսություններ Հայաստանի Հանրապետությունում, ես չեմ ասում սպառնալիք հանդիսացող գաղափարախոսություններ, այլ այն ինչ որ հիմա տարածված է դաշտում։ Մենք ունենալու ենք ընդհատակ գնացող քաղաքական մտքեր եւ քաղաքական միավորներ, որոնք հետո կարող են ավելի ծայրահեղ աչական կոնտեքստով դուրս գալ հասարակության մոտ, որը հիմա տեղի ունենում Եվրոպայում։ Երբ որ ուսումնասիրեք եվրոպական քաղաքական դաշտի վայրիվերումները, կտեսնեք, որ շատ լիբերալիզացիայի արդյունքում ծայրահեղ աչերը օրինակ ավելի շատ են հիմա ձայներ հավաքում տարբեր պետություններում։ Եվ դա այդ սինուսոիդ ֆունկցիայի նման մի բան է։ Եթե դու մի բան շատ ես ծայրահեղացնում, մյուս ծայրահեղությունը ֆիզիկայի օրենքն է, այո, գալիս է կոմպենսացնել։ Դրա համար մենք պետք է բնական ընտրանք ունենանք, բնական ճանապարհով դա տեղի ունենա։ Դրա միակ ու հիմնական գրավականը դա քաղաքական խոսքն է, քաղաքական ուժերի մոբիլիզացիան կոնկրետ գաղափարախոսության շուրջ, ժողովրդավարության անկախություն, քաղաքական ուժերը շատ մեծ դեր ունեն հասարակության լեզվամտածողության վրա անգամ։ Երբ որ քաղաքական գործիչը իր խոսքի մեջ չի օգտագործում բառեր, որոնք որ կարող են վնասել քո ժողովրդավարական զարգացմանը, քո անկախությանը, քո ինքնիշխանությանը, հասարակությունն էլ չի օգտագործում այդ բառամթերքը։ Կարող է որոշակի շերտեր, որոնք լսում են այլ ուժերի, բայց մեծամասնությունը միավորվի այդ գաղափարների շուրջ, ես վստահեցնում եմ, մենք չենք ունենալու այն պատկերը, ինչ որ մեզ գուժում են շատ տարբեր կենտրոններից, բայց ռիսկը մեծ է։ Գյումրիի սցենարով է մեծ։ Իրանք իրանց դեմքերով այլևս երբեք չեն կարող գալ իշխանության։ Իսկ ես հավատում եմ մեր ժողովրդի ողջախոհությանը եւ ես հավատում եմ նաեւ նրան, որ մենք ջանք չենք խնայելու եւ Հայաստանի Հանրապետությունը այնքան ուժեղ եւ նաեւ այնքան մտածված գործիքներ ունի, որպեսզի կարողանա դիմակայել նմանատիպ, այսպես ասած, դուրս բրծուկների քաղաքական օրակարգերին։ Շատ շնորհակալ եմ Տիկին Մինասյան, մենք հետևենք ձեր կառավարության, ձեր մեծամասնության կողմից ձևավորված կառավարության եւ ձեր գործունեությանը եւ բարբերաբար կդիմենք ձեզ իրազեկման համար եւ քննարկենք այս հարցերը ողջ խորությամբ, որովհետեւ խոսքը բոլորիս մասին է։ Մեր երկրի մասին է, մենք ուրիշը չունենք։ Դա ինչ, ձեզ միշտ ուրախ եմ տեսնել, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ձեզ ամենայն հաջողություններ եւ ամենայն բարիք։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր, ազգային ժողովի պատգամավոր, քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Լիլիթ Մինասյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստանում ներքին սպառնալիքների եւ դրան դիմագրավելու գործիքակազմի հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։